մեզնից կախվածը պիտի անենք, որովհետև երբ որ դու քեզնից կախվածը անում ես, այդ ժամանակ ամբողջ եզրքը քեզ օգնում է։ Երբ որ դու մտածում ես իսկ ինչ կլինի եւ սկսում ես հաշվարկել, որ քո ուժը փոքր է եւ ասիմետրիկ ուժերով չես կարող հաջողության հասնել, այդ ժամանակ ոչինչ չես անում։ Հետո պարզվում է, որ փոքր ուժերը վերջում որոշում են հարցը։ Դրա համար այստեղ պետք չի առաջ ընկնել ժամանակից, այլ պետք է անել մեզնից կախվածը եւ մեր բոլոր համակիրներին ես կոչ եմ անում, ոչ թե նայել քանի հոգի կա, ինչ չկա, այլ ձեր համոզմունքներին նայեք, ձեր գաղափարներին նայեք, հավատացեք ձեր ինքներդ ձեզ եւ ձեր ներքին ձայնին եւ այդ ձայնով էլ առաջնորդվեք։ Մի նայեք այս կողմ այն կողմ, քանի մարդ է միացել, քանի մարդ չի միացել, քանի մարդ մոլորվել է, գնացել է այս ուղղությամբ կամ այն մոլորյալների մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք այն ուղղության մասին, որ քաղաքական որպես առաջնորդող ուժ ինչ պիտի անենք մենք։ Հիմա մնացյալը արդեն մեզնից կախված չի, բայց մենք հավատ ունենք եւ այդ հավատը շատ ամուր է եւ այդ հավատով ուզում ենք համակել շատ ավելի շատ մարդկանց, քան այսօր կան, որ այս է ճանապարհը, որտեղ մնացած բոլոր ճանապարհները սրընթաց ձևով դեպի անդունդ են տանում։ Եվ ինչքան մարդ փրկվեց, ինչքան հայ հասկացավ, որ իր ճանապարհը որպես հայ այլևս այդ ուղղությամբ փաստորեն կանխորոշված է որպես անկում, այդ ժամանակ ուրեմն նրանք կփրկվեն։ Իսկ ովքեր չեն հասկանա, մենք պատմության ընթացքում ցավոք սրտի շատ հայեր ենք տեսել, որոնք կրոնափոխ են եղել։ Շատ հայեր այսօր հիմա նոր սկսում են Թուրքիայում ինչ-որ անալիզներ անել, որ իրանք, ասենք, կապեր ունեն ԴՆԹ-ով ոչ թե Ալթայի թուրքերի հետ, այլ տեղացի ժողովուրդների հետ։ Հիմա պարոն Չուքազյան, ուզում եմ ասել, այն ինչ որ Թուրքիայում է լինելու առաջիկա տարիներին, իսկ Թուրքիայում լուրջ խնդիրների առաջ է Թուրքիան կանգնելու ինքնության, թե իրենք ով են, որովհետև իրենց մոտ այդ ինչպես Այա Սոֆիայի այդ մզկիթը, չէ, որը իրականում քրիստոնեական տաճար էր, հետո մզկիթ սարքվեց, հետո ծեփվեց, ամբողջ ֆրեսկաները ծեփեցին, փակվեց, ամբողջ դարձավ մզկիթ։ Հետո ինչ-որ բան է տեղի ունեցան, Աթաթուրք հայտնվեց, որը սկսեց ծեփը թափել, հա, եւ այդ ֆրեսկաները հայտնվեցին, եւ թուրքերը սկսեցին հասկանալ, որ այստեղ ուրիշ մի հատ ինքնություն կա իրենց մեջ։ Եվ հիմա ծեփը թափված է թուրքերի։ Եվ կիսված է այդ ազգը ինքը որոնումների մեջ է։ Դրանց մի մասը վաղ մյուս օրը հայ են դառնալու։ Եվ դրա համար պիտի ուժեղ հայեր լինեն, որոնք որ կարողանան ինքնության դրոշակակիրը եւ ջահակիրը լինեն, որ ցույց տան, որ հայ լինելը սա է, քաղաքակրթության ջահակիր լինելն է, իդեալներ ունենալն է, ազատության, արդարության, զարգացման, բարգավաճման, այս ամբողջը նոր չի, որ հայերը այս դերը կատարել են տարածաշրջանում եւ նորից այդ խնդիրը կա։ Մենք պիտի մեզ հասկանանք, որ մենք գոյատևել ենք ոչ թե այն պատճառով, որ մենք շատ հզոր ժողովուրդ ենք եղել ռազմաքաղաքական, այլ որ մենք մեր այդ ամբողջ նորարարությամբ, մեր այդ ուժով մենք բոլորի համար կարևոր ենք եղել այս տարածաշրջանում, էլի կարևոր ենք։ Հիմա էլ ենք կարևոր։ Իսկ այս խեղճուկրակությունը, որը մեզ հիմա որպես կրթությունը, չգիտեմ ինչ նորաձև է, թե հնաձև է, թե ինչ է, այս խեղճություն է, սա ոչնչի մասին է, հասկանում եք, ոչնչատեսիլ մարդկանց, որոնք ոչինչ չեն տեսնում, փորձում են բոլորին բացատրել, որ իբրև թե իրենք տեսլական ունեն, սա ոչնչի գաղափարախոսություն է։